Բարի երեկո ցեսի դերունական աղոթքով է տեսվեցին Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր որ հերվինս ես սուրբ եղիցյան քո եկես է արքայություն քո եղիցին կամ քո որպես հերվինս երևի հաց մեր հանավազոր դուր մեզ այսօր և թող մեզ զբարդիս մեր որպես և մենք թողում մերոց վարդավանած և մի դանիրս մեզի փորձություն այլ բրդյաս մեզի չարեն զիկոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանից հավիտենից ամեն իմաստություն որ Հիսուս դուր մեզ իմաստություն հզբարիս խորհել և խոսել և գործել առաջի քո ամենայն ժամ Իչար խորհրդոց, ի բանից և ի գործոց, բրդյալից մեզ և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամեղացս։ Ամեն։ Հրամեցեք։ Բարի երեկո սիրտ բոլորին, նաև բարի երեկո բոլոր անոնց, որոնք համացանցի ջամփով, Facebook-յան էջով կհետևին այս սերտողություններում Թող որ իրավես Աստուծո փորձը և Աստուծո այս պատգամները հասանելի լան մեզ մեր յուրաքանչյուրին մանավանդ այս դժվարին և անորոշ օրերու մեջ։ Մեր այսօրվան շարականի երկեցողությունը, որ դարձյալ կխոսի թագավորի մասին, որում քարերը գուքան և գստեն հետևյալը թագավոր անմահ արարիչ հավիտենից, մարդասիրությամբ պտկող խնայա հանցինս մեր, ըստեղծիչ կենթանիած և հանգուցիչ ննչեցելոց, թում որ անմահ թագավոր ես և նաև արարիչ, ու մարդասիրությամբ խնայե մեր անձերը, թում որ նաև ըստեղծիչ ես ողջերուն և հանգուցիչ ննչեցյալներուն։ Եվ անցյալ անգամին գսեի, որ ամեն անգամ, երբ որ մեր սերտողությունը ունենք Լվյան Սամոսիմը, կփորձեմ նաև այնպես մնել, որ օրվան շարականը Օրվան աղոթքը, օրվան գոյ մեկ հատված գապված լա նաև օրվան նյութին, որպես ամբողջական պատկեր ունենանք։ Եվ ահավասիկ շարականակիրը մեզի կներկայացնե շարականի հատվածը, որ կխոսի Աստուծո թագավոր ըլլալու հանգամանքին մասին, ինչ որ մեր այսօրվան նաև Սամոս 97-րդ Սամոսն այդ պիտի ներկայացնե։ Անգամը երկենք ցեզի շարականը, որ մեր նաև միասնաբար երկենք Դերը իբրև թագավոր ճանչնալու և պարապանելու անոր սուրբ անունը։ Թագավոր անմահ արարիչ հավիտենից, մարդասիրության պտկող խնայա հանցինս մեր, ստեղծիչ կենդանյաց և հանգուցիչ ննչեցելոց։ Թագավոր անմահ Մարդասիրության պտկող խնայա հանցինս մեր, ստեղծիչ կենդանյաց և հանգուցիչ ննչեցելոց։ Թագավոր անմահ արարիչ հավիտենից, մարդասիրության պտկող խնայա հանցինս մեր, ստեղծիչ կենդանյաց և հանգուցիչ ննչեցելոց։ Վերջին անգամ։ Թագավոր անմահ արարիչ հավիտենից, մարդասիրության պտկող խնայա հանցինս մեր, ստեղծիչ կենդանյաց և հանգուցիչ ննչեցելոց։ Դեր Աստված մեր գփարապանենք ու սուրբ անունդ, որովհետև դու ես ճշմարիտ թագավորը և քո արդարությունդ ու սրբությունդ երկիրը գլեցնեն լույսով ու ճշմարտությամբ։ Քո լույսովդ փարադե մեր սրտերում խավարը և քո արդար դատաստանիդ առջև հալին մեր վախերն ու կասկածները։ Սորվեցուր մեզ սիրել այն, ինչ որ բարի է, և ադել այն, ինչ որ չար է։ Ազատե Տեր մեզ ամեն անիրավութենե
եւ լեցու մեր հոգիները ուրախությամբ ու խաղաղությամբ։ Թող մեր կյանքը լա քու փառքիդ վկայությունը եւ մեր շրթները քու փողապանության ցայնը, որովհետեւ միշտ քեզմով ուրախանանք, արդարներուն հետ միասին, հարավորելով ամենասուրբ երրորդությունդ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Սուրբ Աստված, Սուրբ եւ զոր, Սուրբ եւ անմա, որ հայտնեց արվասն մեր, որ միամես, Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, եւ անմա, որ հայտնեց արվասն մեր, որ միամես, Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ անմա, որ հայտնեց արվասն մեր, որ միամես։ Բրգելս մեզ ի փորձութենե եւ համենայն վտանգից ներոց։ Եվ եւս խաղաղությանս դեր աղաչեսուկ, վասն լսելի լինելով յարն Աստուծո ցայնի աղաչանած մերոց։ Բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնին եւ իջանելով ի վերամեր ողորմության եւ քրթության յարն Աստուծո ամենագալ դեր Աստված մեր գեցոյի ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա։ Ով անմահ թագավոր, արարիչ հավիտենից, դեր Աստվածներ, փառք ու տանք քեզի, քո հայրական սիրուտ եւ հոգացությանդ համար, փառք ու տանք նաեւ, որ այսօր այս օրը դվիր մեզ մե յուրաքանչյուրին, եւ այս օրը իրավարդին նախքան հասնիլը նաեւ արիթը դվիր այստեղ հավաքելու մեզ, յուրաքանչյուրը հրավիրեցիր, որպեսզի քո պատգամներդ լսելի դարձնես մեզ մե յուրաքանչյուրին։ Այդ պատգամներդ լսելու համար մեր աղոտ խնդրանքն է, որ փանաս մեր ականջները, պատրաստես մեր սրտերը, մեր հոգիները, մեր ամբողջ էությունը, որպես բարարդ հող, որպես այնտեղ ինգած սերնահատիկը ու խոսքիդ ու պատկամիդ, մեկի փոխարեն դա բազմաբադիկ արդյունք եւ բդու։ Ուստի մեր աղոտ խնդրանքն է, որ իմաստություն դաս մեզ մե յուրաքանչյուրին, ու մանավանդ կխնդրենք եւ գաղութենք, որ դու առաջնորդես այս սերտողությունը, որպեսզի քու պատկանները լսենք եւ ոչ թե մեր մարդկային դրամապանության եւ կամ մեր մարդկային գիտության վրա հիմնվելով։ Անորամարա գաղութենք եւ կխնդրենք ով երտնավոր Հայր, որ ղրգես Սուրբ Հոգիդ, որպեսզի քու Սուրբ Հոգիի շնորհներով լեցված իմաստությամբ, հավատքով, հույսով, սիրով մեր ականջները պատրաստ լսելու, մեր հոգիները պատրաստ ընդունելու, նաև դու մեզ իմաստությունը, որպես այդ պատգամները ոչ թե միայն լսողները լանք, այլ նաև հասկացողներ, եւ մեր այդ հասկացածը վերածենք նաև հոգևոր սնունդի։ Որտեղ այնպես ինչպես մարմինը ինքը կարիք ունի սնունդի, որպեսզի աճի, զորանա, հաստատուն մնա, նույնպես մեր հոգիները կարիք ունին այդ հոգևոր սնունդին։
Ինչպես ամուսներու մեջ գրված է որ գսե, այնպես ինչպես եղջերուն ճուրի գփապակի, այնպես ալիմանցս քեզի գփապակի ով Աստված։ Ավասիկ դու մեզ այստեղ հրավիրեցիր, որպեսզի նաև մեր հոգի ծարավը, բաբակը, անօթությունը քեզմով ու ներկայությամբ ու սիրով կարենան խակեցնել։ Եթե ունենք դժվարություններ հասկացողության, ունենք դժվարություններ ըմբռնելու, լավագույն արիթն է քեզ մենք ընտրելու, որ այդ բոլորը փարադես մեզ։ Եթե մեր մտքերում մեջ կան տագավին կասկածներ, մշշոտ բահեր, դեղեր, վիճակներ, գաղութենք, որ քու լույսով այդ փարադես, այդ մշշոտ, այդ խավարային, այդ կասկածներով լեցուն այդ մտքերն ու խորհուրդները։ Այս այդով նաև գաղութենք եւ խնդրենք ով երտնավոր հայր, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք աղոտ կբարձրացնեն, իրենց հարազատի, իրենց ազգականի, բարակայի, զավգի, ծնողի, որոնք այսօր այս բանում կարիք ունին բժշկության, մխիթարության, ընտանեկան սերմիության, համերաշխության, ինչպիսի պայմաններում մեջ որ են, քո հայրական աչքդ երկար է, քո հայրական սիրովդ նայիր յուրաքանչյուրին, եւ քու գամքիդ համացան նաեւ դնորին է այդ բոլորի խնդրանքը։ Այս այդով նաև իմաստնավորի գաղութենք և խնդրենք այն բարակային համար Էլմաստանում աղախինիտ, որ բժշկեց ամեն բանի առաջ անոր հոգիի փրկության համար գաղութենք, անոր մեղքերու կավության և թողության։ Իսկ որ մեդով ու գամքիդ համացան նաև զին քեզ գանցնենք, հայրական սիրովդ և հոգածությամբ նայիր իրեն։ Եվ այս բոլորեն հետո մենք ուսուպանում դե որ գպարավորենք և շնորհքը դուր մեզի, որպեսզի երկնային ոգեղեն էակներուն հետ միասին նաև մենք ու Սուրբ անունը փառավորելով ասենք Սուրբ, Սուրբ, Սուրբ դեր զորությանց լի են երկինք և երկիր ու փառքովդ և քու ողորմությունդ խնդրելով ասենք դեր
մեր ողորմյա, Հիսուս բգիչ մեզ ողորմյա։ Անգամ ևս բարի երեկո ձեր բոլորին, նաև բարի երեկո բոլոր անոնց, որոնք համացանցի ջամփով, Facebook-ի ջամփով գետևին այս ծեդողություններուն, թող բոլորի սաղոթքները լսելի եւ ընդունելի լան, ինչպես Սամոսներում մեջ գրված կգարթանք, դեր խոնարեցուր ագանչը եւ լսե մեր աղոթքները, թող դերը խոնարեցնե իր ագանչը եւ իր հայրական եւ սիրովը նաեւ լսե մեզ մեր յուրաքանչյուրին աղոթքը։ Մեր այսօրվան սերդողությունը պիտի փորձենք 97-րդ Սամոսի վրա, որ դարձյալ թագավորի համար, թագավորի ուղված եւ անոր թագավորության մասին արտահայտություն մնե, բայց նախքան սկսել այդ հատվածին, պիտի ուզեմ մեր այսօրվան առավոտյան սերդողության բաժնեն հատված մնա եւ ցեզի հետ կիսել։ Մենք այսօր փորձեցինք առավոտյան Բողոս Արաքյալի կողմէ գրված Գողոսացիներու նամակի այն բաժինը, ուր Բողոս Արաքյալ աղոթք կբարձրացնե առ Աստված եւ Աստծո կխնդրե, որ հավատացյալներուն Աստծո գադարյան գիտությունը փոխանցվի, որպեսզի հավատացյալները ամբողջական իմացություն ունենան Աստծո կամքին, որպեսզի այդ իմացությամբ իրենք կարենան ապրիլ Աստծո կամքին համաձայն։ Եվ ինչու կուզեմ մեջ բերել այդ հատվածը, որ նաև այսօրվան մարդկության, այսօրվան մարդուն եւ առավել եւս իմ մասնավորի հավատացյալին համար անհրաժեշտ ու կարևոր աղոթք է, որ Բողոս Արաքյալ ոչ թե միայն Գողոսացիներուն, այլ նաև Բողոս Արաքյալ այսօր մեզ մեր յուրաքանչյուրին համար այդ աղոթքը կբարձրացնի։ Որ Աստված մեզի դա այդ գադարյալ գիտությունը Աստված ճանաչողության, Աստծո իմացության եւ նաեւ Աստծո կամքը հասկանալու այդ կարողությունը, որովհետեւ մենք կարողանանք հասկանալ, թե ինչ է Աստծո կամքը եւ ինչ կուզի Աստված, Աստծո ուզածը ինչ է։ Որովհետեւ հաջող այս հարցումը յուրաքանչյուրս այսպես դժվարին պայմաններում մեջ կտնե, իմանալու, գիտնալու համար թե Աստված ինչ կուզի ինձ։ Մանավանդ երբ անորոշության մեջ եմ, մանավանդ երբ չեմ գիտեր ինչ պետք է անեմ, եւ առավել եւս երբ որ հոգեվոր մարզի մեջ եմ, հոգեվոր կյանքի մեջ եմ, առավել եւս երբ որ այս շփոթությունները կան, կսկսեմ դեղել թափարիլ, լսելու, տեսնելու, իմանալու, գիտնալու համար թե Աստված ինչ կուզե ինձ։ Եվ սակայն Աստվածաշունչ Մատյանը հստակորեն մեզ ցույց կտա ինչ է Աստծո կամքը, Քրիստոս դարբեր առիթներով կխոսի կներկայացնե ինչ է հոր Աստծո կամքը, եւ ահավասիկ Բողոս Արաքյալը կխնդրե աղոթք կբարձրացնե ասելու համար, գաղոթեմ եւ կխնդրեմ, որ Աստված ինք ծեր մեջ ավելցնե այդ գադարյալ գիտությունը Աստված ճանաչողության եւ Աստծո կամքի իմացության, ինչու որպեսի անով զորանանք, այդ գիտությամբ զորանանք եւ որպեսի կարողանանք նաեւ այդ զորությամբ ինչ անել, համբերությամբ եւ ուրախությամբ դանիլ բոլոր տեսակի նեղությունները։ Ուրեմն Աստծո կամքը գիտնալու, հասկանալու նաեւ նպատակի համար է որ կխնդրվի, որպեսզի քանի օրերում ծեր արչեւ տրված, բարձված, հրամցված բոլոր տեսակի նեղությունները դուք կարենաք տանիլ ինչպիսի ցևով, համբերությամբ եւ նաեւ ուրախությամբ։ Այսօր ով պատրաստ է նեղությունը եւ դժվարությունը ուրախությամբ տանելու։ Միգուցե փորձենք համբերությամբ տանելու, գարձելով թե որոշ համբերություն ունենք որոշ նեղություններու բարակային։ Սակայն հաջող նաև այդ համբերությունը կա փորձակարի կզարնվի, այսինքն մեզի ըսելու համար թե բարեկամ թուն դակավին չունիս այդ համբերությունը։ Թուն կգարձես թե ունիս համբերություն, բայց ահավասիկ նեղությունները, դժվարությունները կդառնան որպես փորձակար եւ ուքան ինձ քեզ յուրաքանչյուրիս թիմած տնելու թեմ հանդիման ըսելու համար դակավին բավարար համբերություն չունին։ Փամը որուն համար կընդգծե Քրիստոս եւ գսե ով որ մինչեւ վերջ համբերե ան է որ պիտի բրգվի եւ հետեւաբար այդ համբերության
ու մանավանդ ուրախությամբ տանելու քալիք նեղություններուն համար Բողոս առաքյալ գաղութ է եւ կխնդրե, որ Աստված ավելցնե իր հավատացյալներու մեջ գադարյալ գիտությունը, Աստծո գամքին ճանաչողությունը եւ իմացությունը։ Ուրեմն տեսեք, ինչ բան է որ կխնդրվի, ինչ բանի համար է որ կխնդրվի եւ այդ բոլորի մեջ ինչպես տեսնել Աստծո գամքը։ Եսական այսօրվան բարձ հավատացյալ մարդուն համար ուրիշ աշխարհի մեջ է, երբ որ Աստծո գամքի մասին կուզենք աջակ խոսել, մտածել կամ խորհրդացել։ Եվ սակայն Աստվածաշունչ Մատթեանը հստակորեն կներկայացնե մանավանդ եւ աչքի առաջ ունենա, որ յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալի համար այս կյանքը, այս երկրավոր կյանքը ուրիշ բան չէ, եթե ոչ պատրաստություն է քալիք հավիտենական կյանքը ժառանգելու համար։ Այս երկրավոր կյանքը ուրիշ բան չէ, եթե ոչ պատրաստություն է քալիք թագավորը թիմավորելու համար։ Եվ անորոման է, որ անցնող 4-5 սամոսները, որոնք միայն խոսեցան կամ ներկայացուցին եւ իբրև աղոթ բարձրացուցին, ուրիշ բանի մասին չէ, եթե ոչ թագավորի մասին։ 93-րդ սամոսները սկսյալ, որ ներկայացուց թագավորի ինքնությունը, ով է այդ թագավորը, ինչ կնե այդ թագավորը։ 94-րդ սամոսը եկավ դարձյալ ներկայացնելու այդ թագավորին անգամանքը, այս անգամ որպես թադավոր թագավոր։ Թագավոր է, բայց միևնույն ժամանակ նաեւ թադավոր է։ 95-րդ սամոսը եկավ եւ ներկայացուց մեկ այլ ուրիշ պատկերում այդ թագավորին, այս անգամ այդ թագավորը իր ժողովրդին հետ հարաբերաբար։ Այն ժողովուրդը, որ հրավիրված է ինչ ունելու այդ թագավորին, երգ երկելու։ Եվ ինչ երկեր այդ երկի փոխանցությունը, հաղթանակի երկը, ուրախության երկը։ Բայց նաեւ հիշեցուց այդ նույն սամոսի մեջ, որ չլնա թե նմանիս հայրերուտ, որոնք հիմարություն ըրին անապատի մեջ և զիս փորձեցին գսեդերը։ 96-րդ սամոս այս անգամ կխոսի ոչ թե սահմանափակ ժողովրդի հետ կապված թագավորին գաբը, այլ այս անգամ կխոսի որպես ընդհանրական, այս անգամ կխոսի որպես աշխարհին, ամբողջության, ամբողջ մարդկության, եւ գսե դուք եւս այդ երկը երկեցեք։ Եվ որ երկը, փրկության երկը, հաղթանակի երկը։ Իսկ այսօրվան սամոսը 97-րդ սամոսն է, որ դարձյալ թագավորի մասին է։ Եվ տեսնենք այսօր ինչ ունի մեզի ներկայացնելի։ Եվ եթե երբեք աչքի առաջ ունենանք այս քոնի այս վերջին սամոսները 95-ն 97-ը որ դակամին շարունակվելիք է, քալիք միջև 99 սամոսները դարձյալ պիտի խոսին թագավորի մասին, բայց այս բոլորը եթե փորձենք մեկ ամբողջական պատկերը տեսնելու եւ ասած այս պատկերի մեջ տեսնելու Աստուծո թերագադարությունը թագավորի, արարիչի, թադավորի, բայց նաև փրկչի, որ եկավ փրկելու համար։ Բայց հետաքրական է նաև այս դվյալն ալուզեն փոխանցել, որովհետև հետո անցնիկ նաև հատվածին։ Ընդհանրապես Աստվածաշունչ Մատթեանի մեջ նաև ի մտի պետք է ունենանք քերականական դվյալները, քերականություն։ Եվ երբ որ քերականություն գսեմ կնշանակի նաև ի մտի ունի փայական սևը, երթալ, քալ, բիդի երթա, բիդի քա, թակավորեց, բիդի թակավոր է, գտակավոր է, այս քերականական դարբերակներն ալ պետք է որ իմդի ունենան, որտեղ անոնց մեջն է նաև իմաստը, անոնց մեջն է նաև զասված ճանչնալու հասկացողությունը։ Եվ այդպես ալ կսկսի 97-րդ սամոսը։ Դերն է, որ գտակավոր է, հետևաբար ծնծա ով աշխարհ։ Եվ առաջին իսկ արտահայտությունը, երբ որ մենք կգարտանք դերն է, որ գթակավոր է քերականական իմաստով մեզի կներկայացնի որպես ներկայի վիճակ։ Որտեղ անցյալի վիճակը կնշանակե դերը թակավորեց եւ վերջ։ Ինչպես օրինակ համար անցյալի թակավորներ կային, թակավորեցին, այսօր չկան։ Եվ կամ չսեր երբևիցե դերը պիտի թակավորե, որ կնշանակե քալիքին, աբակային, հետո, բայց ոչ հիմա։ Այդպես չէ սակայն։ Այլ կներկայացնի հստակորեն, որ դերը ինքը գթակավոր է, հիմա գթակավոր է։ Եվ այստեղ այս երկու գթակավոր է, այս հասկացողությունը ունի իր երկու երեսներ։ Առաջին հերթին անոր մեջ կգրնանք կարդալ մենք հետևյալը։ Ըսելու համար, ովքեր որ են այսօրվան թակավորները, ովքեր որ են այսօրվան իշխողները, ովքեր որ են այսօրվան գարավարիչները, սակայն խորքի մեջ դերը ինքն է, որ գթակավոր է։
Կարևոր չէ այսօր ով է թագավորը, ով է նախագահը, ով է վարչապետը։ Ի հարկանս բոլորին իրենց գարկին, իրենց պաշտոնին, իրենց թերին։ Սակայն Աստվածաշունչ Մատթեանը գուքա եւ կներկայացնե, որ դեր ինք է, որ գ թագավոր է։ Եվ անոր այսպես թիպուկ օրինակ եթե գուզեք, գարտանք Ավետարանի այն էջերը, ուր մեզի կներկայացի Քրիստոսի Բիղադոսի թիմած ներկայությունը, երբ որ Բիղադոս գուքա եւ գսե Հիսուսին, ես քեզ հարցումներ կհարցնեմ եւ դու չես պատասխանել։ Լավ գլավոր պատասխանես, որովհետեւ դու պետք է գիտնաս, որ ես իբրև գարավարիչ հեղինակություն ունիմ եւ իշխանություն ունիմ քեզ խաչ բարձրացնելու եւ քեզ խաչեն բար իջեցնելու։ Եվ Քրիստոս ինչ կպատասխանի։ Գսե այդ իշխանությունը դու չունիս։ Այդ իշխանությունը հայրս ինքն քեզ տված է, որ կնշանակե թեև Բիղադոս ինքը գարավարիչն է այդ օրվան, թեև Բիղադոսը ինք հեղինակություն ունի թեգուս Քրիստոսը խաչ բարձրացնելու, Քրիստոսը խաչեն բար իջեցնելու, սակայն նույն այդ պահուն գարավարիչը խորքի մեջ, թագավորը խորքի մեջ դերը ինքն է, որ կնշանակե ինչպիսի բաներ մտածեք իբրև թագավորներ, ինչպիսի բաներ ծրագրեր իբրև գարավարիչներ, մի մոռնաք սակայն, որ դերը ինքն է, որ հիմա կթագավոր է, ոչ թե պիտի թագավոր է, այլ հիմա կթագավոր է։ Մենք հաճախ վագը ցավոք սրտի մենք նույնիսկ իբրև հավատացյալներ հաճախ գինանք այն քագարտի մեջ դարձեք ծևոմ, որ այսօրվան պայմանները, այսօրվան քաղաքական վիճակները, այսօրվան վերլուծումները քաղաքական, ասեմ ձեզ, ես ամեն գիշեր մտիկ կնեմ քաղաքական վերլուծումները։ Դեսնելով մարդը ինչ կանցի կդառնա։ Եվ կփորձեմ համեմատել Աստվածաշունչ Մատթեանին հետ, ասելով մարդը այս բոլորը ինչ կնշանակեն, ով է հետևաբար այսօր այս պահուն գարավարողը այս բոլորը։ Եվ ամասիկ Աստվածաշունչ Մատթեանը ուկա եւ լեսի գսե։ Եթե հայրս ինք քեզ չտա այդ հեղինակությունը, թուն չունիս այդ հեղինակությունը։ Ես չունիմ այդ հեղինակությունը։ Ովևէ մեկը չունի այդ հեղինակությունը։ Եվ փաստը պատմության էջերն են։ Գարտանք անցյալի բոլոր պատմությունները։ Գարտանք անցյալի բոլոր թագավորներու պատմությունները, որոնք ինչ կներկայացնեին, իբրև թագավորներ, որոնց անունները ինչ կպատճառեին, սարսափ, ահութող, ուրեն այսօր, չկան այսօր։ Չկան այսօր, պատմության էջերու մեջ միան արձանագրված է անոնց անունը։ Նույնիսկ եթե անցյալին արձաններ թրած էին, այդ արձաններն չկան այսօր։ Ընդհակառակը ժամանակներ եկած են, հեղափոխություններ եղած են, հեղաշրջումներ եղած են, այդ արձաններն գործանված են եւ չկան։ Եվ հետեւաբար առաջին հերթին ցույց կտա, որ դերը ինքն է թագավորը։ Երկրորդ տարբերակը նաեւ կարելի անոր մեջ տեսնել գ թագավորի հասկացողության, որպես արդեն գադարվածի, որ կնշանակե եթե այսօր մենք որպես մարդ արարածներ չունենք ըմբռնումը եւ հասկացողությունը, թե իրոք դերն է թագավորը կամ այսօրվան իմաստով ղեկավարները իրենք է որ կղեկավարեն աշխարհը, եթե չունենք դակավին ըմբռնումը որ դերն է, ապա Սամոս ուկա եւ կներկայացնե պիտի կա ժամանակը, որ դերը ինք պիտի թագավոր է։ Եվ այդ բիդին արդեն կներկայացնե որպես ներկայի կարգավիճակով, որ դերը ինքը կթագավոր է։ Իսկ անոր օրինակն մենք կգարտանք ավետարաններու մեջ։ Եվ ինչ դա օրինակը։ Երբ Քրիստոս կխոսի իր մահվան մասին, իր չարչարանքներու մասին, իր աշակերտները կխրովին, իր աշակերտները կներվին։ Եվ թարնալով իր աշակերտներուն գսե, «Ձեր սրտերը թող չի խրովին, հավատացեք ինձի, ձեր սրտերը թող չի խրովին, որտեղ ես հաղթեցի աշխարհին, ոչ թե պիտի հաղթեմ, այլ կներկայացնե այնպես մը, որ ես հաղթեցի աշխարհին, եւ այդ հաղթանակը ինչ բանի ակնարկություններ, խաչելության, թաղման ու մանավանդ հարության, որ այնպես մը կներկայացնե Քրիստոս, որ արդեն իսկ այս ամբողջ հոլովույթը, որում մեջ են կանցնի, ավարտը հստակ է ինչ է, եւ Սամոսը հետեւաբար այդ հստակությունը կտեսնե, այն ինչ որ մարդը իր սովորական աչքերով կրնա չտեսնել այդ բոլորը։ Ինչու է որ քիչ առաջ խնդրեցինք Պողոս Արաքյալի աղոթքի խնդրանքը, որ ասված դա ինչպես գողոսացիներուն համար,
այսօր նայ մեզի համար ինչ այդ գադարյալ քիդությունը Աստված ճանաչողության որտեղ այնպիսի օրերու մեջ է որ գաբրի այսօր մարդկությունը առավել եւս եկեղեցին այնպիսի դժվարին պայմաններում մեջով կանցնի եկեղեցին ուր ճիշտ այն խոսքերն են որ Քրիստոսը ժամանակներ պիտի կան եւ ծեր սրտերը պիտի խրովին բայց ես ցես կվստահեցնեմ որ ծեր սրտերը թող չի խրովին որտեղ ծեր սրտերը պիտի խրովին ծեր սրտերը գրնան խրովին եւ երբ գրնան խրովին երբ որ մեր ամբողջական վստահությունը կսկսի խախտիլ Հիսուս Քրիստոսի նկատմամբ երբ մեր ըմբռնումները եւ հասկացողությունները կսկսին խախտիլ Աստծո թագավոր ըլլալու հանգամանքին եւ adorամար է որ խրովեցավ Հերովտեսի սիրտը երբ որ լսեց մոքերեն որ անոնք եկած էին ինչ ունելու թագավորին աստղը տեսնելով եկած էին անոր երկրպագություն ունելու թագավոր ինչ թագավոր ով հայտարարեց որ անգա թագավոր ծնած է ով հայտարարեց մեկը չհայտարարեց բայց այն նշանները որ դրվեցան այդ մոքերուն եւ այդ մոքերը հետևեցան այդ նշանին այդ նշանը արդեն բարձեց հայտնեց որ ծնած այդ մանուկը բար սովորական մանուկ չէ այլ անդիկա թագավորն է եւ այդպես ալ նաեւ հովիներուն նույն ավետիսը դրվեցավ մի վախնակ ցեզի ավետիս մոնիկ դալիկ որ օձիալ դերն է որ ծնած է ահավասիկ ցեզի նշան մռա կացեք տեսեք կդեք խանսարուրով հատված մանուկը մսուրի մեջ դրված եւ երբ որ մեծավ այդ մանուկը զինք ինչ ջանցան որպես ինչ ջանցան զինքը ադարձակոց խոսելի զավակը Մարիամի որդին մեկը չջանցավ զինքը իբրե թագավորը մեկը չջանցավ զինքը իբրե ոձիալ դերը խաղաղության իշխանը բայց հետո ավարտին այնպես ներկայացվեցավ ուր ինքզինք որպես թագավոր հրճակելու հանգամանքով ուր օրենքի ուսուցիչներն ու փարիսեցիները եկան ասելու այնպես Պիղադոսին որ այս մարդը ինքզինքը թագավոր կհրճակե ասավ եթե կհրճակե արեք զինքը թագավոր արեք ցեզի համար անոնք ասին ոչ մենք գայսրը կճանչնանք մեզի թագավոր դու ինչպես գայսրը կճանչնանք ցեզի թագավոր Ուր է 97-րդ Սամոսը, որ դուք կգարտայիք օրենքի ուսուցիչներ։ Դուք որ Հայր Հիսուս Սամոսներ անկիր գիտեիք օրենքի ուսուցիչներ։ Ով է ձեր թագավորը։ 97-րդ Սամոսը որու մասին խոսի, գայսրի մասին խոսի։ Ինչպես կուտակ եւ գսեք որ մենք գայսրը կճանչնանք իբրե թագավոր։ Ուր է այդ արդայությունը։ Որ դեր ինքն է, որ կթագավոր է։ Հետևաբար ցնծացեք ով աշխարհ ովքեր է որ այս աշխարհը պիտի ցնծա այլ խոսքով մարդկությունը եւ ուրախացիր ով գղզիներ եւ հետևաբար ասվածաշունչ Մատյանի մեջ աշխարհ գղզիներ լերներ լիճեր քեդեր նաեւ արտահայտություններ են որքան դարեր քունության հետ կապված բայց նաեւ անոր մեջ կա խորհրդանիշը ազգերու ժողովուրդներու բազմություններու Եվ հետևաբար ինչով պետք է ցնծա ով աշխարհ, որ դերը ինքը կթակավոր է, եւ ինչով պիտի ուրախանան գղզիները, որ դերը ինքը պիտի թակավոր է, եթե ոչ, որտեղ անոր իշխանությունը, որտեղ եթե թակավոր է, ուրեմն իշխանություն ունի, եւ այդ իշխանությունը որ ունի, հիմնված է երկու հիմնական դարերու վրա՝ արդարության եւ իրավունքի։ Այսինքն իրավունք որ պիտի պաշտպանե արդարության հիման վրա է եւ ուրախության պատճառը ինչն է այս երկու բարերու գործածությունն է ով աշխարհ ուրախացիր որը դերը գթակավոր է եւ իր իշխանությունը իր թակավորությունը հաստատված է արդարության եւ իրավունքի վրա բամը երևույթը որ ամբողջ մարդկային պատմության մեջ երևույթը որ գուտա մեզի արիթը այդ ուրախության ամեն անգամ երբ որ ընդրություններ գլան ժողովուրդներ դարբեր արիթներու դարբեր մեթոդներով կկառավարվին բռնադիրական, թագավորական, իշխանական, վարչապետական, պարլամենտարի, չգիտեմ, դարբեր ցևերով կկառավարվին
Սակայն խորքի մեջ գարավարիչները որ կան, անոնց որոնց կհանձնվի այդ գարավարելու, իշխելու այդ հեղինակությունը, անոնք նաև գախում ունի ինչով, ինչ ցևով կգարավարեն այդ ժողովուրդը։ Եվ հանգար ժամանակ հետո ինչ տեղի ունենա բորտկում, ինչ տեղի ունենա հեղափոխություն, ինչ տեղի ունենա հեղաշրջում։ Ի հետևանք այն երևույթին, որ այս գարավարման ցևը մեզ համար ընդունելի չէ։ Սկիզբը կդարավին, սկիզբը բռնության տակ է, եւ երբ որ գուքա ժամանակը այդ հեղաշրջումի, այդ հեղափոխության, ժողովուրդը ինչ կապրի, ուրախության բախ կապրի, սնծության բախ կապրի, որպես որ այդ բռնադիրությունը պիտի այլևս վերջ կտա, եւ պիտի սկսի նոր թարաշրջան։ Բայց եկեք տեսեք, որ այդ ուրախությունը երկար չի դերել։ Բաճար որտեղ ինչպիսի գարավարման եղանակալ կա, որքանով այդ գարավարման եղանակը հաստատված է այս երկու բառերու վրա. արդարություն եւ իրավունք։ Ոչ ոք։ Որտեղ ովքեր որ կգարավարեն, բոլորիս բարակային անխդիր։ Չկարծեմ միան գարավարիչներն են, չէ։ Բոլորի բարակային որպես մարդ արարածի։ Բոլորի բարակային ով որ գնստի այնտեղ, այդ քահին, այդ աթորին չունի ոչ արդարության, ոչ ալ իրավունքի հանգամանքը։ Ինչու՞, որտեղ խորքի մեջ մենք արդար չենք, որ արդարորեն թադենք, որ մենք արդարորեն կառավարենք։ Մենք չունենք հասկացողություն իրավունքի։ Անորոմանալ քանի արիտներով դերը հիշեցուց իր ժողովրդին, որ ովևէ մեկուն իրավունքը չձրես, ովևէ մեկուն իրավունքը չխլես, որտեղ ես եմ դերը որփին ու որփեվայրին եւ հետեւաբար բոլոր տեսակի ժամանակներու հետ կապված իշխանությունները, պետությունները չունին այս հանգամանքը արդարության եւ իրավունքի։ Անորոմանալ մարդ արարածը մնայուն ինչ վիճակի մեջ է, մնայուն սպասման վիճակի մեջ է, թե երբ պիտի կա ժամանակը, ուր մարդկությունը կառավարվի արդարությամբ եւ իրավունքով։ Անորոման ամեն անգամ երբ որ փոփոխություն տեղի ունենա, մարդոց սրտի մեջ ուրախություն մգաբրի։ Գիտենք այսօրվա մեջն ենք, այդ վիճակի մեջն ենք։ Միջին արևելքի, մերձավոր արևելքի, հեռավոր արևելքի, արևմուտքի բոլոր ամբողջ երկրագործը բռնկած է Բողոս Արաքյալի բառերով երկունքի մեջ է, ցավի մեջ է, գդարաբի։ Եվ ինչ կփնտրենք արդարություն, ինչ կփնտրենք իրավունք, որուն օրինակը ով էր ամեզի, Ղրիմյան հայրիկ, երթալով ազգերու միության այդ ժողովին, թուղթերով, թերթիկներով եւ վերաթարցնսավ, թուղթե շերեփով աբուր չուդվիր, որ կնշանակե երկաթյա շերեփ պետք է, որպես քու իրավունքը պաշտպանած լաս, երկաթյա շերեփ պետք է, որպես արդարությունը բարդատրես, այս է մարդկային թրվածքը, եւ անորոման է, որ հիմա գուկա Սամոս 97-րդ եւ գհիշեցնե, փարի ավետիս լուր մնե որ գուտա ժողովրդին աշխարհին ասենամար ցնցա ով աշխարհ, ցնցա ուրախացիր, որտեղ դեր ինքն է որ կթակավորե, որտեղ դերը չունի ոչ կողմնակցություն ունի, ոչ սպասում ունի, ոչ ակնկալություն ունի, այսպես ընեն որպես այսպես ըլլայի, այլ որտեղ ինք իսկ արդար է, հետևաբար իր իշխանությունն, իր դիրությունն, իր թակավորությունն հաստատված է այդ արդարության վրա, որտեղ ճիշտ ինքն է դերը, պաշտպանը, որփին, որփեվայրին, զրգյանին, անորոման նաև պատրաստ է իր իշխանությունը, դիրությունը, թակավորությունը ընելու ինչ հիման վրա, իրավունքի վրա։ Հետևաբար աշխարհով աշխարհ, մարդկություն, այլ խոսքով, ուրախացիր, ցնծա, նաև դուք գզիներ, ուրախացեք եւ ցնծացեք, թանցր ամբով բարուրված է ան, ով դերը ինք, եւ թանցր ամբի հասկացողությունը Աստվածաշունչի մեջ, մանավանդ երբ որ կգարտանք Եվից գիրքը, առաջին իսկ արիթով այնտեղ նաև կներկայացվի, որ դերը Աստված, երբ որ պիտի խոսեր իր ժողովրդին հետ, թանցր, խիտ, ամբով բարուրված կներկայացվի, եւ այդ ամբի հասկացողությունը նախ ցույց կտա փառքը Աստծո։ Այնպես ինչպես Մատթեոս 24-րդ գլխի մեջ կգարտանք, եւ մարդու որդին պիտի գա իր փառքով, ինչ ցևով ամբերու վրա բազմած, որ իր աստվածային փառքը ցույց կտա։ Իսկ թանցր խիտ այդ ամբերը նաև գխորհրդանշեն իմաստն է
անթափանցելի չեն կնար թափանցել, չեն կնար հասկանալ անորի ինչությունը, չեն կնար ըմբռնել ինչպիսին լալը, բայց եւ այնպես ինք հասանելի է։ Այո, ինք անհասկանալի է, մարդ չի գնար ըմբռնել, բայց գնա այնպես մասված, որ ինք հասանելի դառնա մարդկության։ Իր թակավորությունը հասանելի դառնա մարդկության ժողովրդին։ Որքան էլ բարուրված է թանցր անվով, բայց իր իշխանությունը հաստատված է արդարության եւ իրավունքի վրա։ Եվ այդ արդարությունն ու իրավունքը բացահայտորեն գերեվին։ Ճիշտ է, զինք ըմբռնել հասկանալը դժվար է, բայց իր գործերը հասկանալը, իր գործերում հայտնությունը նաեւ կբացահայտվի մարդկության։ Եվ հավասիկ այդ արդարությունը եւ այդ իրավունքը ինչ ձևով կներկայացվի։ Իր արջևեն իր գրագն է որ երթա եւ դայրե իր շուրջ գտնվող հագարագործները։ 5 տակարանի մեջ է որ գրագի մասին կխոսվի, գրագը իր հանգամանքի մեջ երկու իմաստներով՝ այրողի եւ լուսավորողի։ Նա գրագի հատկությունը ինքը այրողի դայրե կփճացնե, բայց նաեւ միևնույն ժամանակ ունի այլ ուրիշ հատկությունը լույս տալու, լուսավորելու։ Առաջին հերթին կներկայացնե որպես այրողի հանգամանքով։ Գրագը կսե իր արջևեն է որ երթա։ Գերեշագի ինքը երբ որ պիտի կա նաեւ ինչով, իր թակավորությունը որ պիտի կա նաեւ ինչով, Թադաստանով։ Եվ adorամարի որ Քրիստոս ինչպես կներկայացնի։ Ամբերու վրա բազմած մարդու որդին որ պիտի կա, իր փառքով ինչ ունելու, թադելու աշխարհը։ Եվ այդ Թադաստանը ինչ ձևով պիտի ներկայացնե գրագի հասկացողությամբ, որ գնշάει իր արջևեն որ երթա այդ գրագը Թադաստանի արտահայտությունն է, որ գլափե պիտի փճացնե, պիտի այրե իր շուրջ գտնվող բոլոր հագարագործները։ Մինչ նույն այս գրագն է, որ իր փայլակները աշխարհը գլուսավորեն, իսկ երկիրը կտեսնե ու կսարսի։ Նույն լույսն է։ Շատերուն համար Թադաստանի, ուրիշներու համար լուսավորության։ Շատերու համար փճացումի, իսկ ուրիշներու համար լուսավորության, մաքրության, զդումի։ Եվ երբ որ կներկայացնե Պողոս առաքյալ այս գրագը, գսե դան մեջ, դունի մեջ տարբեր անոթներ կան, ափսեներ կան, բնակի տեսակներ կան, փայլե շինված, հարթե շինված, գավե շինված, մեդալե շինված, բղինցե շինված, արձատե շինված, ոսկի է շինված, որոնք բոլորն ագսե պիտի անցնին այդ գրագեն։ Եվ այդ գրագը Աստծո Թադաստանի գրագն է։ Եվ հիմա գախում ունի գսե ինչպիսին շինված ես մեդալե, հարթե, փայլե, գավե, ոսկի է, արձատե, բղինցե։ Եվ ստայնում գսե գրագն է, որ հավասիկ պիտի ցույց տա այդ հատկությունը։ Շատերու համար լապելու այդ գրագը, բայց նույն գրագը նաև ոսկի բարակային զդելու, մաքրելու, փյուրեղացնելու։ Եվ նույն այս գրագն էր, որ առաջնորդեց իր ժողովուրդը, ամբի սյունով եւ գրագի սյունով։ Եվ սակայն նույն այդ գրագն է, որ իրենց համար նաև պիտի դառնար ինչ, որպես նշան, որ դեր իրենց համար ինչ հրացեր, եւ հիշեցուց 95-րդ ամուսի մեջ, որ չլա թե ծեր հայրերու նման դուք ալ իմարություն ունեք անաբադի մեջ, ինչպես անոն կրին եւ դերը փորձեցին։ Որտեղ հավասիկ իր մի առաջ կերտա նաեւ ինչը, իր գրագը, իր Թադաստանը։ Այսինքն այս թագավորը որ կա, ինչպիսի թագավորն է։ Արդարության եւ իրավունքի վրա հաստատված թագավորություն ունի, բայց նաեւ գրակ մնա որ իր արջևեն գերտա։ Հետևաբար զգուշ ըլլալու, թե այս թագավորին հետ եւ գեիշեցին է գիտեք ինչը, Քրիստոսի այն խոսքը գսե դես, երբ որ գսե թուն թագավորին հետ խնդիր ունիս, ավելի լավ է որ հաշտվիս, այլապես քեզ պիտի տանի թադարան։ Եվ նախքան թադարան երթալդ, ավելի լավ է որ հիմա հաշտվիս։ Որտեղ երբ որ թադարան հասնիս, եւ ինաս թադարան եւ քեզ ազատողը չլա։ Եվ այս երևույթն է, որ այստեղ նաեւ հիշեցին է։ Ինչու է որ պիտի ցնցա աշխարհը, ինչու է որ պիտի ուրախանա գղզիները, որտեղ դերը կա նաեւ թադելու աշխարհը։ Եվ անոր պատկերը մենք կգարտանք հայտություն Հովանու գրքի մեջ, ասեմ միջև երբ դեր, միջև երբ պիտի սպասես, եւ երբ որ պիտի թադես մեր իրավունքը երբ պիտի տեսնես։
Ով պիտի պաշտպանի մեր իրավունքը։ Այսօր երբ որ գչարտվին, այսօր երբ որ գսպանվին, այսօր երբ որ գարևանքվին, այսօր երբ որ գբղծվին, այսօր երբ որ ինչ վիճակներում մեջ են գանցի այս մարդկությունը, ով դեր պիտի գանտնի այս մարդկության։ Ուր է այս արդարություն կոչվածը։ Ուր է այդ իրավունքը պաշտպանողը, ով է որ պիտի պաշտպանի այս իրավունքը։ Եվ դարձեք ուքան նաև դերմը այնպիսի վիճակի մը թեմ հանդիման, ըստ համար հուսահատություն է ուրեմն, եթե այս է ամբողջ թրված աշխարհին, եթե այս է թրված ամբողջ մարդկության, հետևաբար ինչ ունելու ենք։ Ինչ ունելու ենք, ուրեմն սպասելու ենք մեր մահը, ուրիշ ինչ ենք գնելու, երբ որ չունենք այդ ուժը, երբ որ չունենք այդ զորությունը։ Այս Ամոսը դուք եք գսել, ծնծար, ուրախացիր, որտեղ դեր ինքն է գտակավորել։ Եվ դարձյալ հիշենք այդ աղոտ խնդրանքը, որ դուր մեզի քու իմացությանը դատարյալ գիտությունը, որովհետեւ մենք կարողանանք քեզմով զորացած եւ այդ զորությամբ նաեւ համբերությամբ եւ ուրախությամբ դանելու բոլոր տեսակի նեղությունները, որովհետեւ մեր աչքի առաջ բարձրի հստակորեն թե այս բոլորը որ դեղի ունենան, ավարտը երբ է, ժամանակի մասին չի խոսի ավարտ, թե երբ պիտի վերջանան չէ, այլ ավարտ այն խոսքով երբ պիտի կաս եւ այդ քալուտ համար մեզ պատրաստես այնը, որպես մենք պատրաստ ենք ու քալուստի եւ այդ պատրաստության համար Քրիստոս կպատմի արագը 5 իմաստուն եւ 5 հիմար բույսերու արագը, որպես հավելյալ ցետ ունենաս ու հավատքի կանթերի մեջ, որպես հանգարց եթե պատահի այնպես մը կարծելով որ ուշացավ քեզ անկալու դու կարողանաս հավելյալ ցետ ունենալ կանթերի մեջ, որպես երբ որ կա լսես сайн իր քալուստին արդնաս կանթերը պատրաստես վարես ջրակդ թիմավորելու համար հեսան որ գուկա թակավորելու որ գուկա թատելու որ գուկա իր հետ քեզ զիս յուրաքանչյուրը իր հետ տանելու արակաստ այն խոստացված դերը որ ինք պատրաստած է յուրաքանչյուրի համար Adoraki չաշկսե դեմը հուսահատությունն է որ գուկա եւ Քրիստոս գիտե որ պիտի կա այդ հուսահատությունը մարդուց Անորամար է որ գզգուշացեն որ ծեր սրտերը թող չի խռովին որտեղ ես հաղթեցի աշխարհին Այդ հաղթանակի քրավականն է որ Քրիստոս տվավ եւ այդ Քրիստոս Բուդա դարձյալ այսօր ալ մեզ մեն յուրաքանչյուրին եւ ավասիկ այս Սամոսն է որ մեզ գզորացնե անգամ եւս ինչ ունելու Բոսարակյալի բարերով բարի պատերազմը պատերազմելու համար հավատքը պահելու ընթացքի իրավարտին հասցնելու որպես նաեւ արդարության բսակին արժանանալու այդ հանգամանքին հասնին Հետևաբար Լերները մոմի նման գահալին իրոջ դիմաց, որ դերն է ամբողջ աշխարհին։ Լերները այստեղ նաև խորհրդանի շատ վեհության, այդ զորության, այդ մեծության, այն ինչ որ մարդկային չափանիշներով մեծ կետրվի, այդ ինչ որ մարդկային չափանիշներով հսոր, անթրկվելի, անսասանելի կթվի, բայց կսե մոմի պես իրոջ դիմաց գահալին։ Որտեղ ինչու գահալին, որտեղ դերը ինքն է որ դերն է նաև ամբողջ աշխարհին։ Երկինք անոր արդարությունը կպատմե, եւ բոլոր ժողովուրդները անոր փառքը կտեսնեն։ Մեկ այլ ուրիշ տարբերակը ինչպես 19-րդ Սամոսը ասել, երկինքը եւ երկիրը իրոջ փառքը կպատմեն։ Այստեղ երկինքը անոր արդարությունը կպատմե, իսկ բոլոր ժողովուրդները անոր փառքը կտեսնեն։ Եվ եթե նոր գտագարանը գարտանք, նոր գտագարանը մեզ գիշեցնե փառքը, որու փառքը Աստծո փառքը, սակայն այդ Աստծո փառքը ինչպես երևցավ, ինչպես հայտնվեցավ, միածնի փառքով, Հիսուս Քրիստոսի, անոր հայտնությամբ, անոր մարդեղությամբ, իսկ եթե չենք կրնար տեսնեն, անոր փառքը, գիտեք, երբ որ Սամոսը գսե, երկինք ու երկիրը անոր փառքը կպատմեն, անոր արդարությունը կպատմեն, եւ ժողովուրդները կտեսնեն, կրնան կալ եւ ասել մենք չտեսանք, բայց գսել իրիկա ժամանակը եւ պիտի տեսնենք, այսօր գրնակ չտեսնենք, բայց իրիկա ժամանակը եւ պիտի տեսնենք, եւ այդ տեսնելը նաեւ ինչ պիտի դնե հաջորդ համարը,
ամոթով պիտի ցկե անոնք, որոնք գուրքերու ետևե կերտային եւ ուրիշ աստվածություններ կպաշտեն։ Որովհետեւ եթե անոնք տեսած լայն Աստծո փառքը, պիտի չերտային գուրքերու ետևե։ Եվ որովհետեւ չեն տեսներ, չտեսան Աստծո փառքը, անոնք կացին գուրքերու ետևե։ Եվ երբ որ տեսնեն Աստծո փառքը, որ պիտի տեսնեն, չկա փախուստ։ Չկա այնպես որ չտեսնեն։ Ինչպես գսե Պողոս արաքյալ, ամեն ձուկ պիտի ծրի, ամեն ձուկ։ Անգլերեն գսեն no matter what, պիտի ծրի։ Այսօր գնաց չծրի, վաղը գնաց չծրի, բայց երբ որ ժամանակը կա, որ ծրից պիտի ծրիս։ Պիտի ծրին, յուրաքանչյուրը պիտի ծրի։ Եվ ոչ թե միայն պիտի ծրի, այլ նաև պիտի խոստովանի։ Պիտի խոստովանի, որ ինքն է միակ Տերը, ինքն է միակ ճշմարիտ Աստվածը։ Այսօր գրնամ ես ուրանալ, այսօր գրնամ ես մերժել, այսօր գրնամ ուրիշ դեղերու մեջ երթալ, բայց պիտի կա ժամանակը, որ Պողոս արաքյալը ասի, ամեն ձուկ պիտի խոնարհի եւ ամեն լեզու պիտի թավանի, որ ինքն է Տերը եւ անոր դրվեցավ անունը, որ վեր է բոլոր անուններեն եւ ինչ այդ անունը որ դրվեցավ, Տեր անունը, որ ով ունի միայն Աստված ինքն ունի, որտեղ ինքն է միակ ճշմարիտ Տերը։ Շատ Տերեր կան գսե Պողոս արաքյալ, բայց մեկ է Տերը։ Շատ աստվածներ կան, բայց մեկ է Աստվածը։ Մանավանդ երբ Պողոս արաքյալ գխոսի այնպիսի ժամանակահատվածի մեջ, ուր չաստվածություններ կային բազմիցս, ուր դերեր կային բազմիցս, եւ այդ բոլորին մեջ, այդ բազմության մեջ ուկա եւ հետեւյալ վկայությունն է որ ուտա արաքյալը։ Ճիշտ է գսե, շատ դերեր կան, բայց մեկ դեր կա, շատ աստվածներ կան, բայց մեկ ճշմարիտ Աստված։ Այնպես ան 97-րդ Սամոս ուկա եւ գսե, ինչպիսին ալ գարձվին անում, լերներու պես հսկաներ, լերներու պես հզորներ, լերներու պես անշարժներ, բայց դիրոջ արջև սանում մոմի պես իդի հալի, այնպես ինչպես որ մոմը գհալի, եւ այն ինչ որ մարդուս միտքեն գրնա նաեւ չանցնի, որ ինչպես եղավ, որ այդ հսկան, այդ գարձված գայսրություն, այդ գարձված պետությունը դիրոջ ներկայության մոմի պես հալի, եւ մոմի պես հալեցավ, եւ այնպես կներկայացնե հստակությամբ, առանց հարցակումի, գրնա հալիլ, գրնա չհալիլ, չէ, հստակ վկայություն մնե որ ուտա, եւ գսե ամոթով պիտի մնան, ոչ թե գրնան մնալ, գրնալ լալ եւ այլ չէ, հստակ որ ինքս անոնք ամոթով պիտի մնան, որ գուր կբաշխեն, ոչնչություն եղող գուրքերով կբարձենան։ Մորնալով սակայն, որտեղ այդ նույն աստվածներն ալ երկրպագելով դերը կբաշխեն։ Որ աստվածները երկրպագելով դերը կբաշխեն։ Այսինքն ասել ուզե, սիրելիս տուն ինչ որ պատրաստած ես, փայդ է, գավ է, մեդավ է, ինչ մեդավ, ինչ դեսակ է, որ տուն պատրաստած ես, անոնք բոլորն ալ եկած են ստեծակորձութեն են։ Եվ եթե երբեք Սամոսներու փաստարկության համացան, երկինքը իր ամբողջությամբ, երգիրը իր լիությամբ դիրոջ փառքը կպատմեն, եւ դիրոջ փառքը պատմողը կնշանակի դիրոջ երկրպագությունը նողն է, հետեւաբար ասել գուզե, դուք որ պաշտամունքի արարდა դարձուցած եք այդ գուրքերը, որոնք ոչնչություն են, որուն համար ամոթով պիտի մնաք, երբ որ դերը հայտնվի, մորնալով սակայն որ նույն այդ ինչ որ դուք ունիք ձեր ցերկերու մեջ պաշտամունքի արարգա, այդ բոլորը Աստված ինք է որ տված է ձեզ։ Փայդը եթե Աստվածը ստեղծած է, մեդաղը եթե, գավը եթե ինչ որ է, Աստծո ստեղծագործության մաս կգազմեն։ Եվ հիմար մարդը արած է այդ բոլորը, վերածած է արցանի, վերածած է աստվածության, եւ գնալով երկրպագություն, առանց անդրադառնալու, որ Աստված իրեն տված է այս նույն հիմար մարդուն, Աստված տված է այնպիսի փառքը, որուն համար 8-րդ Սամոսը գսե Աստված, գսե ով Աստված, ով է սա մարդ կոչվածը, որ քիչ մվարդ հասեցիր հրեշտակներեն, բայց փառքով ու պատվով բսագեցիր զանիգա։ Բայց եկեք տեսեք, որ Պողոս արաքյալ գիտեք ինչպես կարտահայտվի, ըսելու համար թե մենք գսե մարդ հարարածներս ամենախեղճերն ենք այս ամբողջ ստեղծագործության մեջ։ Ամենախեղճերն ենք, խեղճ այս ամբողջ ստեղծագործության մեջ։ Եվ ուքա հարց կուտավ, զիս ով պիտի ազատեք այս խեղճութենես, ով միայն Աստծո ողորմությունը, որ գիչես Աստված ճանչնա,
ամբողջ նպատակը աստղաշուչի զասված ճանչնալ։ Ես զասված ճանչնալ կնշանակի Աստծո սերը հասկանալ, սիրո այդ վայելք ունենալ, եւ այդ սերը հայտնելու համար մարդուն տարբեր եղանակներ օգտագործել է հետո դերը եկավ հարմար ժամանակը, ուր այս անգամ աշխարհ ղրկեց իր միածին որդին, որտեղ այնքան սիրեց սա մարդկությունը, որ մինչև իսկ իր միածին որդին տվավ, որովհետեւ ով որ հավատա անոր չի գործվի, հավիտենական կյանք ունենա։ Եվ այս բոլորը ինչու ռավ, որտեղ այնքան սիրեց աշխարհը, այնքան սիրեց մարդը, թեգուս անգյան ինգած մեղավոր մարդը, թեգուս անարակ կարծած մարդը այնքան սիրեց, որ չխնայեց իր մեկ հատիկ որդին եւ ղրկեց աշխարհ։ Հետևաբար գոչ ուղեք, ես արթնցեք, ծերակ թմրուտենեն դուրս եկեք, թե չէ ավարտին ամոթով պիտի մնաք, այն բաները, որ դուք իբրև ոչնչություն, պաշտամունքի առարգա եք վերածած, մորնալով որ անոնքը, այն նույն դերն են, որ գերգբակին և անոր Սիոնը լսեց ուրախացավ, խուտայի քաղաքները ցնծացին, տեսնելով խուտադաստանները ով դեր։ Սիոնը լերան անունն է։ Նաև Սիոնը ջանցված է որպես Աստուծո լեր, ոնուր որ Աստծո բնակության տեղն է կարծեք ձևումը, եւ հետեւաբար այնտեղ եւ Հութայի քաղաքները, այլ խոսքով Սիոն եւ Հութայի քաղաքներ գխորհրդանշեն որպես Աստծո ժողովուրդ։ Եվ Աստծո ժողովուրդ նաև այսօրվան Աստծո ժողովուրդ, որպես եկեղեցի, երբ լսեց, ինչն է որ լսեց, որ դերը պիտի թագավորե, դերը եկած է թագավորելու, դերը կթագավորե, եւ ինչ պիտի պատճառե Սիոնին եւ Հութայի քաղաքներում, ուրախություն եւ ցնծություն, որտեղ այդ Թադաստանով ինչ տեղի պիտի ունենա, արդարություն եւ իրավունք։ Այսօր որքան կդարավի Աստծո ժողովուրդը, այսօր որքան կդարավի եկեղեցին, այսօր որքան կփնտրենք արդարություն, այսօր որքան կփնտրենք իրավունքի պաշտպանություն։ Եվ անոր համարալ գիտեք, այնքան գզուկաթիվի Քրիստոսի խոսքը երանիներու երկրորդը, երանի հոգիով սկավորներուն, որտեղ անոնք պիտի մխիթարվի։ Ինչով, երբ որ դերը կա թագավորելու, մեզի պիտի դա այդ մխիթարությունը, որտեղ այսօր եկեղեցին գաբրի սուքի մեջ, իդես անարդարության, իդես իրավունքներու խլման, իդես կյանքերու խլման, իդես այս կամ այդ անօրենության, այդ բոլորին թիմած եկեղեցին ինչ գաբրի, սուքի բա, նեղության վիճակ, եւ Քրիստոս կուկա եկսե, երանի այդ պիսիներուն, սկավորներուն, որտեղ անոնք պիտի մխիթարվին, եւ անոր համար անոնց մխիթարությունը Սամոսը կտեսնե Սիոնին ուրախության մեջ, Սամոսը կտեսնե Հութայի քաղաքներուն ուրախության մեջ, որովհետև դերը ինքն է, որ գուկա Թադաստանի, որովհետև տուն ով դեր, կերակույն դերն ես համայն աշխարհին, անչափորեն բարձր բոլոր աստվածներեն։ Եվ այսիկա թավանություն մնե, որ գուկա եւ փոխանցելու համար, որովհետև տուն ես համայն աշխարհին թագավորը, որովհետև տուն ես կերակույն դերը եւ տուն ես անչափորեն բարձր բոլոր աստվածներեն։ Դուք ով դերը սիրողներ, ադեցեք չարությունը, դերը կբայնը անոնք, որոնք իրեն հավատարիմ են, զանոնք կազատե ամպարիչներու սերքեն, լույս կզակիցնե արդարներու վրա, ուրախություն կտա անոնց, որոնք սրտով ուղիղ են։ Իսկ դուք դերը սիրողներ, ադեցեք չարությունը։ Կսիրես դերը, ինչպես որ քիչ աղոթքի մեջ հիշեցինք, խնդրեցինք, սորվեցուր մեզի, սիրել այնինչ որ բարին է, սորվեցուր մեզի ադել այնինչ որ չարն է, որովհետև կարելի չէ դերը սիրել եւ միևնույն ժամանակ նաեւ չարիք, չարություն սիրել։ Իսկ դակավին ուրիշ տարբերակ կա այս նույն նախատասության, որ գսե, այստեղ գսե եւ դուք դերը սիրողներ ադեցեք չարությունը։ Ուրիշ նախատասություն գուկա եւ գսե եւ դերը ինքը գսիրե չարություն ադողը։ Ուրիշ թարգմանություն մնա նաեւ այս կներկայացնել։ Բայց խորքի մեջը սեր գուսե, եթե դերը գսիրես, չարեն, չարիքեն, չարութենեն հերու։
գեցիր։ Եվ ոչ թե միայն բարձրապես հերու գեցիր, այն նաև կնշանակի ադելը, կնշանակի մի սիրել, կնշանակի դեղ մի դար, կնշանակի արիտ մի ունենալ անոր հետ կորս մը ունենալու։ Որտև չի գրնալալ ինչպես Պողոս Արաքյալը գսե, ինչպես գրնալալ, որ եւ դիրոջ հետ եւ աշխարհին հետ։ Ինչպես այս երկուքը մեկ տեղով գրնան թնել գսե, եւ դիրոջ հետ լալու, եւ աշխարհին կամ չարիքին կամ չարության հետ լալու։ Գսիրես դերը, գսե հերու գեցիր, ադե չարիքը։ Այնպես ինչպես նաեւ Պողոս դեր ինքը նաեւ գսիրե այն մարդիկը, որոնք գադեն նաեւ չարություն իրենք։ Եվ հետեւաբար դերը նաև իր խոստումին համաձայն գբահե անոնք, որոնք իրեն հավատարիմ են։ Եվ adoramaral հաջող կհարցնենք դերը որու է որ գբահե։ Դերը գբահե անոր, որ հավատարիմ է։ Դերը գբահե անոր, որ չարիք գադե։ Դերը գբահե անոր, որ չարիքեն հերու է։ Եվ առավել եւս նաև ցանոք գազադե ամբարիշներու ցերքեն։ Լույս գծակեցնե արդարներուն ուրախություն կուտա անոնց, որոնք սրտով ուղիղ են։ Եվ սրտով ուղիղ են կնշանակե իրենց մտածումները, իրենց խորհուրդները ձուր ու մուր չեն, ձրմրած չեն, ուղիղ են։ Երկմիտ չեն, միամիտ են, մեկ միտ ունի։ Եվ մեկ այլ ուրիշ տարբերակը, որ Հիսուս կսե երանիներու մեջ, երանի նաև այսական սրտով մաքուրներու։ Եթե այսպես սրտով ուղիղ եղողներուն համար ուրախություն պիտի տա դերը, ապա երանիներուն մեջ կսե երանի նաև սրտով մաքուրներուն, որտեղ անոնք նաև ինչ պիտի ունենան արիտը դերը տեսնելու, այսինքն դիրոջ ներկայության մեջ, եւ այդ ներկայությունը ինչ պիտի տա իրենց այդ ուրախությունը, եւ ադոր ամարա կվերջացնե ուրախ եղեք դիրոջմով, ով արդարներ, եւ փողություն հայտնեցեք իշելով անոր սրբությունը կամ անոր սուրբ անունը, ուրախ եղեք դիրոջմով։ Պողոս Արաքյալը ինքս է նամակի ավարտին, ուրախ եղեք, դարձյալս է ուրախ եղեք Քրիստոսով։ Եվ որ կնշանակի այսական կա մեզի հիշեցնեմ այս վերջին դողերը։ Այսօր ալ մենք, որպես մարդ արարածներ, անպայմանորեն ուրախության փնտրտուքի մեջ ենք։ Ինչ անենք, որպեսի ուրախ ըլլանք։ Ինչ անեմ, որպեսի իմ կինս, իմ երեխաս, իմ հարազատս, իմ բարեկամս, իմ գործընկերս ուրախ բահած ըլլամ։ Քիչ մնայ գադագով վերջացնելու Facebook-ի մեջ նաև բաժին մգա գսե Google գսե հարցում գարցնե գա քիրք մը որ գինս ուրախ կբահի Google-ը կպատասխանի այո մարդը կհարցնե ինչ այդ քիրքին անունը What is the name of the book Google-ը կպատասխանի checkbook Ինչ է որ գինս ուրախ կբահի checkbook Ինչն է որ գինս ուրախ պիտի բահի Ինչն է որ երեխաս ուրախ պիտի բահի Ինչ ընեմ որպեսի ես ուրախ ըլլամ Եվ համասիկ ասվաշունչ մատյանը գսե Ինչպիսի ալ ուրախություններ փնտրեք Ինչպիսի ուրախություններ ալ գտնեք Այդ բոլորը խապուսի գնեն Այդ բոլորը ժամանակավորն են Եվ ադոր ամարալ Քրիստոս գսե Ունեցեք այնպիսի ուրախություն մը Ունեցեք այնպիսի քանց մը Որ ոչ ոք կրնա ցեզ մե հապշտակել Ոչ ոք կրնա ցեզ մե քողնալ Եվ ադոր ամարալ հաջախ մենք կսեմ անոր փորձառությունը անպայմանորեն յուրաքանչյուրս կրնանք ունենալ կամ ունեցած կրնանք ըլլալ Եվ որ այսօր ունիմ ուրախության մը արիտ Եվ ուրախ բահեր է որ կանցնեմ ընկերներով, բարեկամներով, հարազատներով, արիտներով եւ այլն Եվ բամ մի երևակայեցեք երբ որ դուրս ու կանք այդ միջավայրեն Դակավին ուրախ մտնոլորտի մեջ ենք Բայց հանգարց գլսենք լուրմը Հանգարց գարնենք լուրմը Հանգարց գբադայի թեփմը Եվ վստահեցնեմ ցեզի մեր այդ ամբողջ ուրախությունը մեզ մեջ դառնվի Այդ ամբողջ ուրախությունը մեզ մեջ գփոխծվի Ուր մնաց այդ ուրախությունը Ուրեմն կնշան այդ ուրախությունը ժամանակավորն էր Այդ ուրախությունը խապուսի գներ Անոր համար ասվաշունչը Սամոս եւ Պողոս Արաքյալ զուգահեռ ուքան եւ գսեն Գուզեք ուրախ լալ անպայմանորեն Ուրեմն ծեր ուրախությունը թող որլա դիրոջմով Թող որլա ծեր ուրախությունը Քրիստոսով
Եվ 3 անգամ գշեշտե Պողոս Արաքյալ գսե ուրախ եղեք, դարձյալ գսեմ ուրախ եղեք Քրիստոսով։ Համը, որ ոչ ոք կրնա մեզ մե խլել, ոչ ոք կրնա մեզ մե կողնալ։ Ինչ ալլան բարականելը։ Ինչպես գսե Պողոս Արաքյալ, մեզ գսե ով գնա Քրիստոսի սերեն բաժնել, ով գնա, ոչ ոք, ոչ հուրը, ոչ սուրը, ոչ գրակը, ոչ մահը, ոչ չարը, ոչ մեկ բան մեզ գնա Քրիստոսի սերեն բաժնել։ Եթե ունիմ այդ սերը Քրիստոսի իմ կյանքիս մեջ, եթե ունիմ Քրիստոսի ներկայությունը իմ կյանքիս մեջ, ով զիս պիտի բաժնի այդ սերեն։ Անորամար առաջի թարու քրիստոնյաները այդ եկան ցույց տվին, ինչը այդ սերը։ Անորամար հայտնություն ովանու կրկի մեջ ինչ ուտասելու Քրիստոս եկեղեցիին, վերադարձին առաջվա սիրույթ, ուր է այդ սերը, որ ունեիր ինձ հանդեպ, որ խոսքը այսօր նայեմ մեզ մե յուրաքանչյուրին է, ուր է որ այսօր մենք կփնտրենք ուրախություն, ինչի մեջ մենք կփնտրենք ուրախություն։ Նոր դունի մեջ, նոր ինքնաշարժի մեջ, նոր հագուստի մեջ, նոր գործի մեջ, չգիտեմ նորի մեջ, վաղը արդեն այդ նորը հինցած է, վաղը արդեն այդ նորը երկրորդ օր եղած է, ուր է մնաց այդ ուրախությունը։ Այնքան կդարավեի, այնքան կվազվզեի փամը ունենալու համար, եւ երբ որ կունենամ, վերջ, ունեցա։ Եվ գործվի որ արժեք, ուրախությամբ գաբրեի, եւ այսօր ունեցա, վերջ, բայց ուր է այդ ուրախություն։ Եվ հիմա կսկսեմ ուրիշ ուրախությունը փնտրելու, հիմա կսկսեմ ուրիշ դեղեր փնտրելու։ Եվ անորամար Սամոսներում մեջ կսե, ինչպես եղջերուն ճուրի գպապակի, այնպես ալ իմ անձս քեզի գպապակի ով ասված, որպեսզի ես գարենամ այդ ուրախությունը ունենալ։ Հետևաբար այս ուրախ մթնոլորտի դրամատուրգիան մեջ եւ այս ուրախ խնդրանքի այս մթնոլորտի մեջ ինչպիսին ալլան պայմանները, դժվարությունները, ուր այսօր կլսենք, լուծողներ, քաղաքագետներ, այսինչներ, գամադիչներ, որոնք եթե լսենք կսարսափեցնեն, դունեն դուրս ելելը չի կար, բայց ընդհանրակը երբ որ Սամոսը, երբ որ Աստվածաշունչը, երբ որ Աստծո խոսքը կգարտան, եւ ինձի գուտա այդ վստահությունը, ինձի գուտա այդ խանդավառությունը, ինձի գուտա այդ խայծը, լսելու համար մի վախնար, դեր ինքն է որ կտակավորե, ինչ ալլան զրակիները, ինչպիսին ալլան հաշվարկները, դեր ինքն է որ կտակավորե։ Եվ այդ թակավորը լալու հանգամանքի մեջ վերջին դողը գավեն գարաչինին, եթե ինքն է դերը որ կտակավոր է, գհրջվի ամբողջ աշխարհն ու գազիները, այդ հրջվանքը հետևաբար կսե ով արդարներ, դիրոճմով ուրախացեք եւ հարապանեցեք անոր սուրբ անունը։ Թող այդ ուրախությունը Քրիստոսի ընդմիշտ յուրաքանչյուրիս հետ ըլլան։ Ամեն։ Աղոթքով պագենք Վահաբան, ամենայնի Քրիստոս աչքով հովանի, Իսի երամներ պիդվե երիտիշերի, ինստինի դան, ինքնա ճանապար, ինը չեր և իհարնել, զինի երբեք ստասանեցայց, և ողորմյա քո արարածոց, և մեզ բազմոնևացս, ամեն։